չի հավատում։ Չէր ասում, որ ես Նիկոլը ասեմ չկա այս խոսակցության մեջ։ Ո՞նց է չկա, դու Նիկոլի փաստաբանն ես։ Դու պայքարել ես Լևոնի դեմ, դու պայքարել ես Քոչարյանի դեմ, դու պայքարել ես Սերժի դեմ, դու պայքարել ես Նիկոլի դեմ։ Գուցե ինչ որ պահի մտածես, որ երկրի հիմքերն է սխալ, ոչ թե ամեն անգամ եկել է մի հրեշավոր ղեկավար, որից դու ասում, դու եմ ասում, որ դու իր բանն ես ասում։ 35 տարի բոլորի դեմ պայքարել ես։ Հայաստանի կոնցեպտը։ Ասում ազգային նպատակ։ Ինքը ուզում է վերանայել այդ կոնցեպտը, որովհետեւ վերանայել չի, դա քանդել է։ Իմ ասածը այն է, որ դու կարող ես թքել ազգայինի վրա, բայց Ադրբեջանում ունեն ազգային նպատակներ։ Եվ եթե դու քեզ խափում ես, դու ընդհանրապես համաձայն ես նրան, որ դու մտնես Ադրբեջանի կազմի մեջ։ Էդ ես դու դա ասում։ Գիտեք, ես Ադրբեջանի մեղատրանք է։ Իմ կյանքի համար, որպես հայաստանցի, լավագույն կյանքից կազմակերպման ձևը կարա ապահովի Հայաստանի Հանրապետությունը, ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան, ոչ Միացյալ Նահանգները, այլ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ դա ես եմ կազմավորել։ Ազգային ամենաբարձր նպատակը դա պետություն ունենալն է։ Ես արդեն ունեմ պետություն։ Ինչպես կբادرացնես դու այս բարդութենեն ես Հայաստանի Եթե ես Նիկոլ Փաշինյանի տեղն եմ, ասենք թե իկերեն ներողություն, ես կթողեի կգնայի։ Կասեի ես պատվել եմ։ Դու միանադ է։ Չէ, միանադ չէ, բայց դա առաջին պարտադիր պայմանն է։ Հետո Պողոսյանի ասենք գնա, հետո Պետրոսյանի ասենք գնա։ Մենք նստած պրոստը ոչ մի բան չէինք անում ու խոսում էինք հաղթանակից։ Դա լուծում է, դա ծնողների վարք է, զավակների հանդեպ։ Պատկերացնում ես, Թող լուծում գտնեին։ որ Նիկոլ Փաշինյանը չգնար չգոռար Արցախը Հայաստան։ Մի րոպե լսի, չգնար այդ հիմարությունը չգոռար եւ այսինքն դու մտածում ես կպատասխանես այդ դու մեր հաղթանակի վրա ցեղ ես շփոթում։ Դու փորձում ես հաջորդ սերնդին նորից պարտադրել պարտություն։ Դու իրավունք չունես քո սերնդի անունից խոսելու։ Դու հաջորդ սերնդին պարտադրում ես նոր Չեմ հավատում, որ Հայաստանում հնարավոր է այդքան ինքնասեր եւ այդքան ողորմելի սերունդ չի լինի։ Պատերազմի տրամաբանություն է գրավել ուրիշի տարածքը։ Այո, պատերազմի տրամաբան, եթե քեզ գալիս են որ դու Ալիևի խոսույթն է։ Այո, դարձավ իմ ասածը։ Մարիա ջան, դարձավ իմ ասածը, որ դու տակ ուրիշ բան ես դրել։ Ադրբեջան Հայաստանի համար, քանի Ինչ ես ասում ընդհանրապես։ Քանի ինքը հաղթած է։ Մենք էլ ասում ենք Բաքու պիտի գնանք չայ խմենք։ Մենք չենք ասել Բաքու պիտի գնանք, պետական մակարդակով չենք ասել Բաքու պիտի Ջաբրայիլը գնանք։ դու անվանափոխել ու միացրել ես Արցախին։ Մեր նախագահը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, որ երբեք չի ասի Բաքու պիտի գնանք, ընդդիմության մեջ ասել են, ինչի եք բանը ներկայացնում։ Պատասխանեն, չէ՞ Ջաբրայիլը անվանափոխել։ Ես չեմ անվանափոխել։ Բարև ձեզ Արևելքի հարտագով Պանավեճ Սակոարյանի հետ այսօր հյուրերս Մարինե Պետրոսյան, Պանաստեղծ եւ նաեւ Հայկ Հովյան արձակագիր, բարի եկած եք։ Իրական Հայաստան թե Պատմական Հայաստան թե բարձրապես Հայաստան այս օրերուն այս թեման մի քանի ամիս է իվեր հայկական օրագարկի մեջ է դեռևս դարի եւ դարի ու գես ավելի այս թեմային շուրջ այսօր բարոնայք պիտի եւ օրիորդ պիտի քննարկենք Ձեզ համար իրական Հայաստանը փաստացի հրաժարիլ է Պատմական Հայաստանի փաստեն կամ Պատմական Հայաստանի իրավիճակեն կամ բարձրապես բրգության միջոց է Ես չեմ այդ թեզի հեղինակը, գիտեք Նիկոլ Փաշինյանն է թեզի հեղինակը եւ այնտեղ խնդիրը այնա որ այնտեղ իրական Հայաստան կոչված է, այսինքն այս Հայաստանը, ընդհանրում եմ խոսքը այս Հայաստանի, այն Հայաստանի մասն է, որտեղ մենք ապրում ենք, հակադրվում է Պատմական Հայաստանի, խնդիրը հակադրության մեջ է։ Այսինքն համարվում է, որ Պատմական Հայաստան իրական չի։ Այնինչ իրական է ինձ համար, այսինքն եղել է եւ այդ հակադրության մեջ շատ վտանգավոր թեզ կա, որովհետեւ այդ հակադրության միջոցով թուլացվում է Հայաստանը, այսինքն այդ հակադրությունը, այդ թեզը խփում է հենց այն ամենակարևոր առանցքին, որը ունի Հայաստանը, որտեվ գիտեք Հայաստանը տարածքով շատ փոքրացած է, բնակչության թվով շատ փոքրացած է, տնտեսապես ոչ նավթ ունի, ոչ գազ ունի, այսինքն ինքը ռեսուրսային առումով, նյութական ռեսուրսներով ուժեղ երկիր չի կարող լինել։ Գոնե մոտ հեռանկարում, եթե չմեծանա, եւ իր ուժը իր բնակչության մտածողության մեջ է, այսինքն եւ ընդհանրապես եթե նայեք, այստեղ կա
ապրում ենք հայեր։ Եթե մենք չենք հիշում, չէ, այդ պատմական Հայաստան հիշողության հետ է, չէ, կապված։ Այսինքն ես հիշում եմ պատմությունը, իմ պատմությունը։ Եթե ես չեմ հիշում իմ պատմությունը կամ հիշում եմ, բայց ինձ համար դա կարևոր չի, ես ինչու եմ այստեղ ապրում։ Տեսնում եք մեր կողքը ինչ է կատարվում, ռմբակոծություններ, հիմա Իրանին խփեն կամ Իրանը, չգիտեմ, կողքին խփի, մենք ենք, չէ, դա կմնալու։ Այսինքն ապրելու համար զուտ այսպես պրագմատիկ տեսակետից գործնական ինքը հարմար երկիր չի, բայց ես չեմ գնացել Հայաստան, շնորհիվ մեծ հնարավորություն ունեմ գնալու, որովհետև ես հիշում եմ իմ հայրենիքի պատմությունը եւ ես այդ պատմությունը ինձ տալիս է մոտիվացիա, որ ես ուզենամ այստեղ ապրեմ եւ ուժեղացնեմ իմ երկիրը։ Պանովյան, ավելցնելիք, բացեցնելիք։ Գիտեք, Մարինե, իմ կարծիքով ձեր կռիվը ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ է, այլ ձեր կռիվը իմ սերնդի հետ է, հա, առնվազն իմ սերնդի մի մասի հետ է։ Շարունակես մի հատ ասեմ, որ կռիվը ես չեմ սկսել։ Կոնկրետ այս դեպքում Նիկոլն է անդադ կռիվ տալիս պատմության հետ։ Հա։ Ձեր կռիվը իմ սերնդի հետ է ու իմ սերնդի մի մասի հետ է առնվազն։ Ինչն է, հա, բանը, երկրի հիմքերին է վերաբերվում։ Մարինեն սովորաբար դուք ես դիրքավորում ես նաև ոնց որ այդ 88-ի շարժման, հա, այդ անկախության հիմնադիր գաղափարի կրողներից անկախության հա։ Հիմա ստե մի հատ խնդիր գոյություն ունի սերունդների, որ այդ 88-ի այդ անկախության գաղափարական սերունդը ինչ է թողել իմ սերունդին ու իմ սերունդը ինչ է թողելու ինձնից հետո եկող սերունդին։ Ստեղ մեծ հակասություն ու մեծ խնդիր կա։ Ու դա վերաբերում է պետության հիմքերին։ Բանն այն է, որ երրորդ հանրապետության հիմքը Արցախյան շարժումն է։ Այո։ Այսինքն այդ պետության հիմքում դրվել է մի բան, որը որ փորձում էր օգտագործել անկախությունը, ստե շատ կարևոր է, փորձում էր օգտագործել անկախությունը այ միացյալ Հայաստան ունենալու համար ու առնվազն Արցախի ու Հայաստանի միության տեսքով։ Ու նույնիսկ հռչակագրի մեջ Հայկ ջան, երբ որ 88-ի շարժումը սկսվեց, մենք դեռ չէինք էլ անկախացել։ Հայ հենց խնդիրը դրա մեջ է, որ այդ անկախությունը նորից դրվեց այդ հիմքի վրա, այդ միացման հիմքի վրա։ Ու դա խնդիր է ստեղծում, որովհետև պետությունը ոչ թե ինքնաբավ օրգանիզմ է դառնում, որի նպատակը, որի իմաստը այս 29740-ի մեջ ապրող քաղաքացիների բարօրությունն է ու երջանկությունն է, այլ ինքը ընդհանրապես դիտարկվել է որպես մի միջոց, որի միջոցով հնարավոր է հասնել մեծ ու միացյալ Հայաստանի ստեղծմանը։ Կներեք, հեսա շավարտեմ, ավարտեմ։ Ֆորմատը մի հատ ճշտ են, կարող ենք ընդհատել, թե պետք ինքը վերջացնել։ Հեսա ավարտեմ, դուք հակադարձեք, հա։ Ու շատ հասկանալի է, թե դա ոնց է, հա, տեղի ունեցել, քանի որ երրորդ հանրապետությունը ծնունդ է երկրորդ հանրապետության, սովետական Հայաստանի։ Իսկ Սովետը ինքնիրանով ինչ էր, հա, այդ հեղափոխության հայրերի համար, Լենինի, Ստալինի ու մնացածի համար, ինքը նույնպես դες մի միջանկյալ կոնստրուկտ էր, որը պիտի օգներ հասնել համաշխարհային կոմունիզմի հաղթանակին։ Երբ որ պետությունը իրան դիրքավորում է որպես մի միջանկյալ կետ, հա, պատմական ընթացքի մեջ, այլ ոչ թե ինքնաբավ ու մի վերջնակետ, որի նպատակը այդ երկրի քաղաքացիների բարօրությունն ու երջանկությունն է։ Ստանում եք մի պատկեր, որ պետությունը այլևս իր քաղաքացիներին չի վերաբերվում որպես ինքնաբավ հասարակություն, այլ ինքը դիտարկում է դա որպես միջոց հասնելու ավելի մեծ ինչ որ գերնպատակների։ Այ խնդիրը ես ստեղ եմ տեսնում, որ այդ սերունդը Հայաստանի Հանրապետության հիմքում դրել է մի բան, որը որ անկախության մասին չէր իրականում, այլ Հայաստանի վերամիավորման մասին էր Արցախի հետ։ Ու ինչն է ամենամեծ խնդրեմը, որ դա դնելով տակը ձեր սերունդը ելքը չէր տեսնում։ Չգիտեր ինչ ձև է հնարավոր դա լուծել։ Որ նայում ենք Արցախյան հակամարտության, բայց մի քիչ երկար չես խոսում, ես ուղղակի դուք երկար կխոսեք։ Չէ, ես ուղղակի միտքը, ես սիրում եմ արագ, ես խոսեմ, դու խոսես, այդպես եմ ուզում։ Ես թույլ կտամ, դու երկար, ես պիտի ավարտեմ։ Իմ միտքը այդպես չի աշխատում, էլի արագ խոսենք։ Շատ լավ, ես պիտի ավարտեմ։ Դուք ելքը չէիք տեսնում։ Արցախյան հակամարտությունից դուրս գալու ելքը, որպես այդպեսին չկար։ Հա, բայց չկարողացաք դուք լուծում գտնել խնդրին։ Ինչ էր ասվում ամբողջ բանակցային փաթեթների ընթացքում, հա։ Այ լուծումը թողենք հաջորդ սերունդներին։
ոնց կարող է երկրի ծնողը, հա, ոնց կարող են երկրի հիմնադիր հայրերը խնդրի լուծումը թողան զավակների վրա։ Դուք պետք է լուծեիք այդ խնդիրը, դուք ելք չէիք տեսնում դրանից, ու դա ընդհանրապես մենակ փաթեթավորեցիք ու գցեցիք մեր սերնդի վրա, որ այ մենք կթողենք, մենք խնդիրը ստեղծում ենք, բայց այ լուծումը թողում ենք ձեր սերունդների վրա։ Փաստոր մենք ենք ստեղծել այդ խնդիրը։ Բայց հասկանալի է, որ խնդիրը կար, բայց եթե դու ես երկրի հիմքերի մասին եմ խոսում, եթե դու երկրի հիմքը դնում ես այդ կոնֆլիկտի վրա, այլ ոչ թե ինքնաբավ անկախության վրա ու ինքնաբավ պետություն լինելու վրա, ու դա պատվիրակում ես արդեն հաջորդ սերունդներին, ասում ես ես ելքը չեմ տեսնում։ Դուք հետո գնացեք ոնց ուզում եք դա լուծեք։ Դա բերեց հանգեցրեց այն նրան, որ կոնֆլիկտ այսօր գոյություն ունի մեր սերնդի ու ավակ սերնդի մեջ։ Լավ, շատ հիմա կլսեմ քեզ Մարինե ջան։ Այս աստիճանի, ինչ ասեմ, ինձ համար անընդունելի, բայց այս աստիճանի կոնցեպտուալ առարկություն չի լսել։ Շնորհակալ եմ, իհարկե սարսափելի էր քո ասածը։ Փաստորեն դու այն գլխից նույնիսկ սերնդի անունից ես խոսում, չգիտեմ իրավունքը ունես թե չէ, ես առնվազն մի մասի անունից։ Լավ, մի մասի, լավ, այսինքն դու այդ մասի անունից ասում ես, որ մեր պետության նպատակը պիտի լինի լավ ապրելը։ Այդ սարսափելի միտքը Պաստորեն Նիկոլ Փաշինյանը ձեզանից է վերցրել, երևի մի քիչ կատակ եմ։ Նայ, եթե խնդիրը լիներ, եթե դու կարծում ես, որ անկախության նպատակը լավ ապրելն է, դա ուրեմն սովետական միություն քանդել, եթե կարծում ես ամենակարևոր պետության, լավ սենց ասեմ։ Ես ասեցի բարօրությունը եւ երջանկությունը, ոչ թե լավ ապրելը, դա տարբեր բաներ են։ Լավ, նույն բանն է դա, բարօրությունն է, բարօրությունը եւ երջանկությունը։ Այո, եթե երջանկությունն է, լավ, եթե բարօրությունն է, ապուշություններ սովետական միությունը քանդելը, որովհետև գոնե այսօրվա հայացքով ակնհայտ է, որ սովետական միությունը լավ բարօրության համար շատ ավելի հարմար երկիր է։ Ես ընդհանրապես համաձայն չեմ դրա հետ։ Ուշ ես ծնվել, ես ապրել եմ սովետական միությունում, ովքեր ապրել են կվկային, մի ընդհատի, տես ես ընդհատում էի, դու խանգարում ես։ Չընդհատես։ Ճշգրտումներ եմ անում իմ ասացի մեջ։ Ճշգրտեմ։ Իհարկե սովետական միությունում ես ապրել եմ, չափահաս եմ եղել, դպրոց եմ գնացել, համալսարան եմ ավարտել, այսինքն հստակ հիշում եմ սովետական միությունը, շատ լավ հիշում եմ։ Այնտեղ իհարկե, ասենք, եթե այն ժամանակ շատ էին, քանի որ արդեն սկսվել էր ներհոսքը գալիս էին Ամերիկայից, բան մենք տեսնում էինք Ամերիկայում։ Իհարկե Ամերիկայում շատ ավելի հարուստներ կային։ Սովետական միությունում այդքան չկային շատ հարուստներ, բայց սովետական միությունում սոված մարդ չկար։ Սովետական միությունում հնարավոր չէր, որ դու այնպիսի վիճակում հայտնվես, որ սոված մնաս, բացառվում էր, ասեմ քեզ։ Ես նույնիսկ այն ժամանակ կինոներում նայում էի մարդիկ սոված էին, ինձ համար որպես գրող մի հատ ռոմանտիկա էր, հիմա ամաչում եմ ասել, այսինքն այնքան ես սոված մարդ չէի տեսել, որ ինձ համար ռոմանտիկա էր սոված մարդը։ Եվ ես բացարձակ ընդունել եմ ինձ համար, որ պետության նպատակը բարօրությունն է։ Իդեպ արդեն ասեցի, եթե նպատակը բարօրությունն է, հայրիս ընդհանրապես պետություն պետք չի, մենք կգնանք Կալիֆոռնիայում կապրենք, այնտեղ բարօրություն կա։ Պետության նպատակը, պետությունը նպատակ չի, պետությունը միջոց է։ Պետությունը միջոց է, որ դու որպես ազգ կանաս քո ազգային նպատակները իրագործես։ Իսկ ազգային նպատակը չի կարող լինել բարօրությունը։ Հիմա ասեմ, ես հայ եմ, դու էլ ես հայ, այստեղ բոլորս հայ ենք, ես չեմ պատկերացնում այնպիսի հայ, որի նպատակը գիտակից հայ է, տես դու ասում ես երջանկությունը, որի երջանկության առանցքում լինի ուղղակի բարօրությունը։ Ոչ, ես հիշողություն ունեմ, ես ենթադրենք գնում եմ շատ եմ, մի ժամանակ շատ եմ ճամփորդել, որպես գրող ինձ կանչում էին Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, Ամերիկայում, մենակ Ավստրալիայում ու Աֆրիկայում չեմ եղել, մնացած բոլոր կողմերը։ Երբ ես գնում եմ ուրիշ ժողովուրդներին տեսնում եմ, իմ մեջ առաջանում է այդ բանը, ես հայս որպես հայ, ինչու ասենք, ենթադրենք գնում եմ Ամերիկա, ես ինչու չունեմ այդ հզորությունը, հա, ինչու ես կորցրել եմ իմ ունեցածը, դա նշանակում է, ինչ է նշանակում, դա նշանակում է, որ ես ցածր պես բան ասեմ, ասենք ամերիկացու համեմատ ավելի ոչ արժանի եմ, իդեպ ամերիկացիք համարում են, որ իրանք ընտրյալ ազգն են, եւ Աստված իրանք ընտրել է։ Ես համարում եմ, որ իմ ազգային արժանապատվությունը պահանջում է, տես իդեպ ամերիկացիները այնտեղ գիտես որ հողերի, հնդկասների հողերի վրա եկել նստել պետությունը ստեղծել։ Ես ոչ մեկի հողերի վրա չեմ ուզում պետություն ստեղծել։ Եվ ճիշտ ասած, այսօրվա վիճակով չեմ էլ ակնկալում, որ մենք կարող ենք օրինակ Արևմտյան Հայաստանի հողերի հետ վերցնել, բայց ես իմ հիշողությունը, օրինակ ես գնացել եմ Թուրքիա եմ գնացել։ Ես Թուրքիայի հետ շփվել եմ, այն տեղերում ես գնացել եմ այն քաղաքը, որտեղ իմ պապն ու տատն են ապրել։
ես թուրքերի հետ խոսել եմ եւ օրինակ ես կուզենայի, որ մենք մի օր թուրքերի հետ իսկապես ժամանները բացվեր, մենք շփվեինք, բայց եթե ես մոռանամ ինչա կատարվել, իմ մերոնց հետ ասենց ասեմ, ազգականներն եկավ չէ, հայրիս հետ ինչա կատարվել եւ այդ մոռանալու գնով թուրքերի հետ հաշտվեմ, թուրքը ինձ կարհամարի եւ ճիշտ կանի։ Ո՞վ է ասում մոռացեք։ Ինքը ասում է, նայ, Արցախը, հա, հիմա տես ես մի քիչ են կողմ գնացի, հիմա Արցախին վերադառնամ։ Երբ որ Արցախյան շարժումը սկսվեց, ինչու իդեպ անսպասելի էր, ճիշտ ասած հրաշքի էր նման, որտեղ Սովետական Միությունում այդպես ցույցեր, բաներ ժամանակ չկային, ձևական ցույցեր էին, մայիսի 1-ին ձևի համար գնում էինք դպրոցով, իրական ցույցեր, որ մարդիկ բողոքի չէր եղել։ Ոչ միտեղ չէր եղել, մի ժամանակ կարծես Մերձ Բալտիկայում սկսվել էր, ավելի թույլ ցույցեր էին։ Եվ երբ որ ես արդեն հիշում եմ, այդ բանը հիշում եմ, ես մամաս հեռախոսով խոսում էր, մեր տունը նայում է վերևից այդ բանին, Բաղրամյանին։ Եվ ես ինչ-որ ձայներ լսեցի, ձայները մարդիկ հավաքվել էին, մութ էր արդեն, բայց մարդիկ հավաքվել էին, միացում, երևի այդ էին գոռում, այն ժամանակ հիմնական բանը այդ էր։ Եվ ձայնը հասնում էր մեր պատշգամբ։ Ասում եմ, մամ, ես ինչա կատարվում, ինքը զանգեց, ինչ-որ խոսեց ընկերին, ասեց, Մարինե, ցույցեր են ներքևում, ես ճիշտ ասած փոքր էի, դեռահաս էի, միցակ ուշ գիշեր էր, համաչեցի այն ժամանակ ամաչկոտ աղջիկը, որ ցածիշն հաջորդ օրը իջա եւ տեսա ինչա կատարվում, Երևանի փողոցները, ինչու են մարդիկ ոտքի կանգնել, հա, ինչու ինչ ես կարծում ես իրանց ինչ-որ ագիտացիա էին արել, ոչ որտեվ մարդիկ Սովետական Միությունում, նայեք, Սովետական Միությունը ճիշտ ես ասում, կոմունիզմի կառուցման համար ամենասկզբում այնտեղ կային մարդիկ, որոնք հավատում էին կոմունիզմին, բայց մեր ժամանակ արդեն Բրեժնևը մահացել էր, արդեն բոլորը գիտեին, որ դա չի հաջող, արդեն ոչ մեկը չէր հավատում այդ գրվածին, եւ հավատալու բան չկար, այսինքն ոնց ասեմ, պարզապես ապրում էինք։ Արցախը մի հատ բան էր, որը հանգարց մարդկանց, ոնց ասեմ, այդ կենցաղից եւ այլնից ինքը հանեց վերև։ Եվ իհարկե ես հիմա հետադարձով չեմ ասում, որ 100%-ը Արցախի համար։ Հետո, բայց ազգի այն մասը, ամենա բան մասը, ազգը հավաքվել էր այդ հրապարակն։ Մի մասն էլ հետո, երբ որ պետք եղավ, գնաց իր կյանքը զոհեց։ Արցախը մեր ժողովրդի արթնացումն էր, եւ այո, անկախությունը դրա վրա է։ Եթե դա չլիներ, իդեպ այդ վերսան լսած կլներ, չի ասում են, մենք չենք անկախացած, Սովետականությունը քանդվեց, մենք էդի կլիներ տենց, եթե Արցախ չլիներ։ Հայաստանի անկախացումը մեր պետությունը պետքա, որպեսզի մենք մեր ազգային երազանքները իրագործենք։ Գիտեք, Արցախը Շատ լավ է, չէ՞ որ հերթով ենք սենց խոսում, եթե թույլ տաս հակադարձեմ նոր քո հարցին պատասխանեմ։ Եվ մի հատ բան էլ ասեմ ու վերջացնեմ։ Ես մոռացա ասել, որ Արցախը ինչ էր, էլի։ Գոնե ինձ համար, բայց կարծում եմ ոչ միայն ինձ համար։ Նայ, որ կարճ բանանենք, սենց բանանենք, ինչ էր եղել, 15 թիվն էր եղել, որը մեր ազգի նվաստացումն էր, այո, թուրքերի գազանությունն էր, բայց մեր նվաստացումն էր, որովհետև ես որ կարդում, ես ամաչում եմ։ Ոնց է հնարավոր, որ մեզ այդ աստիճանի նվաստ ձևով կոտորել են։ Այդ նվաստացումից հետո եղել էր շատ կարճ անկախություն, 2.5 տարի, պատկասում ես ինչքան քիչ է, չէ, 2.5 հիմա 30 տարի, էլի մեզ քիչ է թվում։ Եվ Սովետական Միություն, այսինքն անկախությունը վերջացել էր եւ մենք ընկել էինք միտեղ, որ ինքներս չէինք բան արել, այսինքն հա ու դրանից հետո վերջապես Արցախը նախ շարժումը, որտեվ շարժումը ոտքյանեց, հետո նաև պատերազմը, որը մենք չսկսեցինք, բայց մենք հաղթեցինք, դա ոնց ասեմ, դա մեր վերածնունդն էր, որտեվ դու այդ փոս անգնելուց հետո դու հանկարծ վերև ես կանգնում, եւ այդպիսի պահեր մեր պատմության մեջ շատ չեն պատահել։ Մանեն շատ լավ տեղ հասցրեց մեր զրույցը, ոնց որ համաձայնություն ունեցանք այն հարցում, որ մեր պետության անկախության հիմքում Արցախի հետ միացման խնդիրներ դրված, բայց ես պատահական չբերեցի Սովետական Միության օրինակը, Մարինեն էլ շատ լավ ասեց, որ վերջում արդեն ոչ ոք չէր հավատում այդ կոմունիզմի գաղափարին, ու դա տրամաբանական էր, հա, երբ որ պետության հիմքում դու դնում ես մի անիրատեսական բան, եւ պետությունը սկսում է շարժել լրիվ այլ տրամաբանությամբ, դու վերջում հանգում ես նրան, որ ոչ ոք այլևս չի հավատում այդ գաղափարին։ Հայ ջան, բայց պետության հիմքում չէր դրված։ Շարունակեմ, էլի Մարինե ջան, ես քեզ թույլ տվեցի։ Պետություն չէր լինելու կոմունիզմի, երբ որ կառուցեին, հիշում ես, չէ՞։ Շատ լավ, կշարունակենք խոսակցությունը։ Ինչ էր, հա,
սովետը, մարդիկ ուզում էին հասնեին համաշխարհային կոմունիզմի, այդ պետությունը օգտագործում էին պետությունը եւ այդ պետության քաղաքացիներին հասնելու համար այդ նպատակին։ Դրա համար մարդիկ սովից կոտորվում էին սովետական միության սկզբնական շրջանում։ Այդ մարդիկ գնում փորձում էին Աֆրիկաներում հեղափոխություն անեն, լատինական, այսինքն Համաշխարհային էր։ այո, որովհետև դա կայսրական ծրագրաբանության մեջ էր։ Կայսերական Հա, այո, եթե համաշխարհային հեղափոխություն շատ լավ։ Ու արդյունքում եղավ այն ինչ որ Մարինեն ասաց, ոչ ոք էլ այլևս չէր հավատում, միջև որ այդ պետությունը քանդվեց։ Նույն սկզբունքը, քանի որ հանրապետության հայրերը սովետական մտավորականներ էին։ Նույն սկզբունքը դրել են մեր պետության տակ։ Դրել են անիրատեսական մի նպատակ, որին ինչ որ պայից սկսած այլևս ոչ ոք չէր հավատում։ Դրա համար էլիտաները սկսել էին իրենց զավակներին ազատել բանակից։ Բանակը դարձել էր տենց մի, չգիտեմ, կցորդ, որտեղից կարելի էր հարստանալ, փող աշխատել, իսկ էլիտաները այլևս չէին հավատում, ոնց որ սովետական միության վերջում։ Ինչ ես հասկանում։ Հա, ոնց որ սովետական միության վերջում չէին հավատում, այլ զբաղված էին կոռուպցիայով եւ թալանով, նույն ձև էլ մեր մոտ էլիտաներն այլևս իրենց կաշին խաղի մեջ չէին դնում։ Այսին Արցախը ազատագրել է այդ գաղափարը մերավ։ Այո, որովհետև մեկ վայրկյան շարունակեմ, որովհետև ոնց որ կոմունիստները հասկացան Մարինեի ասած, որ հնարավոր չի կոմունիզմը կառուցել։ Մեր այո, մեր էլիտաներն էլ հասկացան, որ այդ միացումը չի լինում, որովհետև ամեն հաջորդ բանակցության մենք ավելի ու ավելի հետ ենք գնում։ Պատերազմի նախաշեմին բանակ սեղանին դրված թղթերի մեջ ինչ անկախության մասին էր այլևս խոսքը գնում, ինչ միացման մասին էր այլևս խոսքը գնում։ Այսինքն այն գաղափարը միացման, որ դրած էր պետության հիմքի տակ, այլևս ոչ ոք չէր հավատում դրան, որովհետև էլիտաները գնում էին բանակցելու ուրիշ բան։ Պարզ չի, որ այդ բանակցող էլիտան ինքը այլևս չի հավատում։ Չէր ասում, որ ես ասեմ չկա այս խոսակցության մեջ։ Ո՞նց չկա դու Նիկոլի փաստաբանն ես։ Դու պայքարել ես Լևոնի դեմ, դու պայքարել ես Քոչարյանի դեմ, դու պայքարել ես Սերժի դեմ, դու պայքարել ես Նիկոլի դեմ։ Գուցե ինչ որ պահի մտածես, որ երկրի հիմքերն է սխալ, ոչ թե ամեն անգամ եկել է մի հրեշավոր ղեկավար, որից դու ժողով։ Դու եմ ասում, որ դու իր բանն ես ասում։ 35 տարի բոլորի դեմ պայքարել ես։ Դու ջան, ինձ սկզբում Լևոններ հրեշը, հետո Քոչարյանը, հետո Սերժը, հետո Նիկոլը, իսկ գուցե հիմքերն են սխալ։ Գուցե մի պահ ստոպ տանք ու մտածենք կարող է նենց չի որ ամեն անգամ մեկ վարքան մեր երկրի ղեկավարը ավելի ու ավելի հրեշավոր է լինում։ Դու փաստորեն ուզում ես որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ազգային պետություն լինի, այլ ոչ ազգային բանի։ Դու իդե պետք իմաստով բոլշևիկների նման ես։ Ազգային պետություն ասելով ինչ եք հասկանում։ Ազգային պետությունը, որի առանցքը ազգային նպատակներն են։ Ազգային նպատակը ո՞րն է։ Մենք վերցրել ենք այս ձեր ասած մենք փոքր ենք, քիչ ենք, բայց տակը դրել ենք մի կայսերական նպատակ։ Ինչ միավոր։ Այսին Արեմդյան Հայաստանը մտնում է այդ ազգայինի մեջ, Մարինե։ Հաջան տակը դրած է առնվազն Ղարաբաղի հետ միացումը։ Այսինքն մենք տակը դրել ենք ոչ թե ագան ենք դրել, ոչ թե մենք դրել ենք պետության հիմքում 29740-ը, այլ դրել ենք մի ուրիշ նպատակ, այ ամբողջ խնդիրը տեղա, որ մենք նպատակը ուրիշ բան ենք դրել։ Ուրեմն ամենասկզբում իմ մտքին ուրեմն պատասխանի Հայկ։ Եթե քեզ համար ազգային այդ նպատակները կարևոր չեն, եթե դու հեգնում ես Արցախի, այն էլ Արցախին է։ Հեգնանք չի, ես ասում եմ որ անիրատեսական թքում ես այդ հարցի վրա։ Անիրատեսական նպատակ է։ Ես ասացի Արևմտյան Հայաստանի վերադարձը, այո, արիտասան, բայց Արցախը շատ ռեալ է։ Ես չեմ հեգնում, ես ասում եմ ինձ Արևմտյան Հայաստանի վրա, ինչի՞ չես պահանջում իր վերադարձը։ Ես հարցուցի Իրապես սպասի, թող հարցիս պատասխանի։ Եթե դու ուզում ես մի պետություն, որը ազգային նպատակներ չունի, իր առանցքը այդ հիշողությունը չի, ոչ Արցախը, ոչ Արևմտյան Հայաստանը, ոչ բան, դու անիմաստ է, ես հենց սկզբից դա ասացի, անիմաստ է այս ոչ բան հողերի վրա, այս մի կտոր հողի վրա, որը ոչ նավթ ունի, ոչ գազ ունի, կողքը կռիվ են, ինչի համար է պետք Հայաստան, ուրեմն պետք չի Հայաստանի Հանրապետությունը, Ամերիկան ասենք մի քիչ բան է, ուրիշ տեղ կգնանք, Կանադայում կապրենք, Ամերիկան մա Թրամփը այդքան չի ուզում գնանք։ Ես դրա համար խոսքը սկսեցի այդ ուրեմն անիմաստ է, դու քանդում ես այդ պետության հիմքը։ Այ դրա համար էլ ես խոսքը քանդում ես։ Ահա, դրա համար ես խոսքը սկսեցի այն կետից, որ ձեր կռիվը Նիկոլի հետ չի։ Ձեր կռիվը իմ սերնդի հետ է, որովհետև ես անկախության ձեր ընդհանրապես ամենի վրա տկած, անգաղափար, ընդհանրապես պերաշկի ուտող սերունդ, դա էդ ես ուզում ասես, ես դες բան չեմ նկատել։
Ես նկատել եմ շատ ջայլներ, Շատ իհարկե, լավ, շատ ցավոք լավ, ես շատ ինքս չունեմ ընտանիք չունեմ, երեխաներ չունեմ, չեմ շփվում, բայց փողոցներում, բանում գրողների տես, մեջ, բանի մեջ ո՞նց կարող տես, է սերունդը Մարիա ջան, այդքան ես- անամոթ ու բան լինի։ Չի կարող Ինչ է Ես- վիրավորում։ ես- Բաղոց կա, եթե մարդը Շատ լավ, ոչ նորմալ է, մի նորմալ է։ արժեք չունի, ընդհանրապես ուզում է Վիրավորում։ լավ ապրել։ Ես- Այդ ո՞նց է, այդ Տեսեք, իմ Ինքը ազգն է ասում է վիրավորում։ վտանգ է տեսնում այդ ամեն ինչի Վտանգ մեջ։ չի ասում է ինչ որ ազգային Ինքը նպատակ պետք կոնցեպտը չի ունենա։ Հայաստանի կոնցեպտը։ Ասում է ազգային նպատակ Ինքը ուզում է վերանայել այդ կոնցեպտը, Այդ որովհետեւ վերանայել չի, դա քանդել է։ Հիմա տեսեք, Վերանայել, խնդիրն եթե ինչի դու մեջ դրա է։ տեղը մի հատ ուրիշ գաղափար Ես բերես։ անկախության շրջանում մեծացած մարդ եմ, իզնից հետո եկող սերունդները առհասարակ անկախ Հայաստանում ծնված սերունդներ են, ի տարբերություն Մարինեի, ես այլ ինքնություն, բացի Հայաստանի Հանրապետությունում մեծացած լինել ու Հայաստանի Հանրապետությունը որպես անկախություն այդ արժեքը պետություն ունենալը տեսնելը չեմ ունեցել։ Ինչի է պետք անկախ լինել։ Մի րոպե, եթե քեզ ասեն, թող շարունակեմ, եթե էլի, քեզ թող ասեն դու շարունակեմ։ կարող ես որևէ այլ երկրի կամ ֆեդերացիայի կազմում ավելի բան բարեկեցիկ, Ես բարոյր, հեսա քեզ դու կասեմ, ինչի եթե քեզ համար ազգայինը թանկ չի, ինչի պետք է դու ասես չէ։ Դու Իմ գնաս համար- կմիանաս, չէ։ հա, Իմ համար պետությունը հանրության որոշակի խմբերի կյանքի կազմակերպման լավագույն մոդելն է։ Հայաստանի քաղաքացիների համար, հա, հայաստանցիներիս համար մեր կյանքը կազմակերպելու ու կառավարելու լավագույն տեղը ու վայրը դա Հայաստանի Հանրապետությունն է։ Ասում եմ, Իմ համար ազգային ամենաբարձր նպատակը դա պետություն ունենալն է։ Ես արդեն ունեմ պետություն։ Ես ասում եմ, ինձ պետք մի վայրկյան շարունակեմ, էլի ես քեզ լսում։ Կարանք մենք երկուսով գնանք դու մենախոսես Մարինե ջան, տենց Չէ, ոչինչ, թող պետություն ունենալ Դե նպատակ դու ունի։ ծաղրում ես, բայց 200 պետություն գոյություն ունի աշխարհում։ Հա, ամեն մեկը ինչ որ իր նպատակների շրջանն ունի, որը տեղավորվում է մեծ մասին։ Բայց դու ասում ես նպատակ պետք չի ասում ես նպատակը ինքը պետությունն է, դու հասկանում ես։ Պետություն, ես ինչ էի ասում դրանից առաջ, ասում էի կյանքի կազմակերպման ձևա պետությունը։ Կազմակերպման ձևը չի կարող նպատակը լինի։ Այո, իմ կյանքի համար, որպես հայաստանցի, լավագույն կյանքից կազմակերպման ձևը կարա ապահովի Հայաստանի Հանրապետությունը, ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան, ոչ Միացյալ Նահանգները, այլ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ դա ես եմ կազմավորել։ Բայց ոչ թե ես դա դնում եմ այդպես մինի կայսրության ֆորմատի տակ, հա, մենք այ Ղարաբաղը կվերցնենք, հետո Նախիջևանը, հետո այն մեկը գաղափարները կպահենք, ինչ որ, այսինքն մենք անընդհատ այդ վարժության մեջ լինենք, թե ոնց պիտի վերջի վերջո հասնենք միացյալ անկախ եւ ազատ Հայաստանի ստեղծմանը։ Իսկ դու հասկանում ես, որ պետությունը ճիշտ եմ։ Հիմա մի հատ հարց տամ։ Դու գիտակցում ես, որ պետությունը լավ կազմակերպելու համար դու ռեսուրս պիտի ունենաս։ Այո, որպեսի դու ունենաս լավ ռեսուրս, Իսկ հայերը քեզ համար ռեսուրս չեն, դու որպեսի ունենաս ռեսուրս, պիտի հասկանում ես, պետությունը դա միայն իղձերը չի։ Պետությունը նաև փողոց մաքրել է, պետությունը նաև շենք սարքել է, պետությունը նաև աշխատավարձ վճարել է։ Եթե դու հարևաններիդ հետ կոնֆլիկտի մեջ ես, այո, բայց հենց այտենց էլ կա, պետությունը դա տենց իղձեր չի, հա, հոգևոր սնունդ չի։ Դա կազմակերպման ձև է, դա ինստիտուտ է, որը որ կառավարում է պահանջում, իսկ դրա համար ռեսուրսներ են պետք։ Եթե դու հարևաններիդ հետ կոնֆլիկտը չես կարողանում լուծել ու անընդհատ թուլանում ես, այսօր հաղորդումից առաջ խոսում էինք ինչա տեղի ունենում Իրանում։ Մենք հասկանում ենք, որ ընդամենը մի հատ Վրաստանի կամայականությունից ենք կախված, այս պահի դրությամբ։ Չէ, մենք դա չենք հասկանում, իղձերից ենք խոսում արժանապատվություն, արժանապատվությունը արժեք է քեզ համար, թե չէ։ Արժանապատիվ է Վրաստանից կախված լինելը։ Մի րոպե, արժանապատվությունը արժեք է թե չէ։ Այո, իմ համար արժանապատվությունը պետություն ունենալն է ու ես այսօր Իսկ պետություն ունեմ։ արցախցիների վրա թքելը բանը Ես ոչ կարելի է։ ոքի վրա չեմ թքել ու նորից գնում եմ իմ խոսակցության սկզբին։ Դուք մտել եք մի թեմայի մեջ, որից ելքը չեք կարողացել գտնել, չեք կարացել դուք ելքը գտնեք։ Դա թողել եք իմ սերնդի վրա, որ ես հիմա 42 տարեկանում նորից գնացել 88-ի հիմքերի մասին եմ մտածում, թե պետության հիմքի տակ ինչ պետք է դրվեր։ Դա արդար է իմ սերնդի հանդեպ։ Կներես էլի։ Դա արդար է իմ սերնդի հանդեպ։ Ես մի հարց եմ ուզում տալ։ Տենց են վարվում։ Ժամանակը վերջանում է։ Ու ես ասեմ, իմ սերունդը։ Ես մի հարց եմ ուզում տալ։ Ուզում եմ մի քիչ թեքեմ, ես շատ չեմ ուզում արդեն գորգորան։ Ես էլ ասեմ ավելի ջղայնանաս ու շարունակեմ։ Ես ուղղակի քեզ ցավակցում եմ, ցավակցում եմ։
հաջորդ սերունդին խնդիր չի թողելու։ Բայց դու իրավունք չունես քո սերնդի անից խոսելու։ Մենք այդ անարժանապատիվ, այդ Ինձ թվում է դավաճան քո սերունդը, սերնդից մարդիկ կլինեն, որ քեզ կասեն դու իրավունք չունես։ որը կլուծի այդ խնդիրը, որը դու գցել եք մեր վրա, որ հաջորդ սերունդը այդ խնդիրը չունենա։ Մենք չենք պատվերակելու որևէ խնդիր այն հաջորդ սերունդին։ Ոնց որ դուք եք արել, խնդիրը ստեղծել եք, ասել եք, դե հետագա սերունդները թող գնան լուծեն էդի։ Էդի ծնողի վարք, հա, ծնողը խնդիրը կթողի Մայրեն ասելիք ունի, հարցում ունեի։ Ես իր հետ ուղակի չեմ ուզում արդեն մի քիչ վատ չէ, հարց կտամ, անցավ ջղայնությունես։ Դու տեղյակ ես, լավ, ենթադրենք, ոնց որ դու ես ասում, չէ, ես չեմ ջղայնանում, ուղղակի շատ տհաճ անակնկալ էր այդ քո ասածը։ Դու տեղյակ ես, որ հա, քո ասածը հանգում է նրան, որ ճիշտ կներ մենք Արցախյան շարժումը չսկսեինք, չէ՞։ Եթե սկսում ենք, պետք է լուծում ունենանք։ Պատկերացրեք։ Չնայած Արցախյան շարժումը հենց Արցախում ասկել մենք պաշտպանել ենք, որտեղ դա մեր արժանապատվությունն էր, եթե մեզ օգնություն էին խնդրում, մենք պիտի պաշտպանեինք։ Այդպես չի լինում, որ դու քեզ օգնություն խնդրում ցեղը կողես։ Հիմա դու տեղյակ ես, նայ, բան անենք, պատկերացնենք Արցախյան շարժումը իսկապես չէր սկսվում, կամ սկսվում էր, հետո Մոսկվան ասում էր ոչ, դադարում էր, չէ՞, այդ տարբերակն է կար, հիշում ես Սիլվա Կապտիկյանը, Զորի Բալայանը եկան, ասեցին Մոսկվայում ասում են, չէ, դադարեցնենք։ Հնարավոր էր։ Դու տեղյակ ես, որ Ադրբեջանում, ես տեղյակ եմ, որովհետև կան ադրբեջանգետներ, թարգմանում են այդ նյութերը կան։ Ադրբեջանում կա մի այսպիսի տեսություն, որ վաղուց է, իդեպ նույնիսկ Արցախյան շարժումից առաջ է սկսվել, որ այս Հայաստանը արևմտյան Ադրբեջանը եւ դա չի վերաբերում Արցախին, դա վերաբերում է ամբողջ Հայաստանին։ Եվ իրենք այս տեսությունը իրենց սկսել են այդպես առաջ տանել բոլոր միջոցներով, ես նույնիսկ Ամերիկայում դրա մասին, այնտեղ Ամերիկահայ ինձ ասեց, մայրն է տեղյակ ես, որ ինքը համասարանում էր ամերիկյան աշխատում, ասես գիտես ադրբեջանցիները ինչ ագիտ բան են անում, ասում են ամբողջ Հայաստանը ժամանակին Ադրբեջան է եղել։ Ուրեմն Ալիևը, եթե չես լսել, լսի իր ելույթ, ինքը ասում է մենք այս կոնցեպտը Արևմտյան Ադրբեջանի վաղուց հետապնդում ենք, բոլոր միջոցներով տարածում ենք, բայց քանի դեռ Արցախի հարցը մենք չէինք լուծել, այս կոնցեպտը չէինք կարող առաջ տանել։ Մենք հիմա ասում եմ Արցախի հարցը լուծեցին, նկատի ունի Արցախը դատարկեցին, հիմա պիտի անցնենք մնացած Ադրբեջանի մնացած։ Այսինքն եթե դու տեղյակ ես, կարծեմ կհասկանաս, որ եթե անգամ մենք Արցախյան շարժումը չսկսեինք, երբ որ սովետական քանդվում էր, Ադրբեջանը այդ հարցը բարձրացնելու էր։ Եվ ունենալով եւ նավթ, եւ ռեսուրսներ, եւ բաներ, Թուրքիայի աջակցությունը ինքը Հայաստանի հարցն էր բարձրացնելու։ Հայդար Ալիևը այդ եւ հիմա ինքը անում է, այսինքն Արցախյան հարցը ընդամենը իրեն ինքը ասում է հետաձգել է, այսինքն։ Ուզում եմ ասեմ, դու կարող ես երազել, չգիտեմ, պարզապես Հայաստան, որ բուֆեր էինք այնտեղ պահում, բայց Ադրբեջանում, այսինքն դու ուզում ես ասես մենք պիտի հենց սկզբից, ես քեզ ասում եմ, գերի էինք այնտեղ պահում, որպեսզի զսպեին Ադրբեջանին, հա։ Ինչ ես խոսում ընդհանրապես։ Դե բայց ձեր ասածը դա է դու զգալի։ Իմ ասածը այն է, որ դու կարող ես թքել ազգայինի վրա, բայց Ադրբեջանում ունեն ազգային նպատակներ։ Եվ եթե դու քեզ խափում ես, դու ընդհանրապես համաձայն ես նրան, որ դու մտնես Ադրբեջանի կազմի մեջ։ Էդ ես դու դա ասում։ Գիտեք, ես Ադրբեջանի մեղատրանք էր։ Հա, ես Ադրբեջանի միֆերից չեմ վախենում այնպես, ինչպես չեմ հավատում, հա, ծովից ծով Հայաստանի միֆերին։ Այսինքն, եթե մարդը իհարկե քարտեզը խփել է մեծ հայքի տանը ու հավատում է ծովից ծովին, ինքը իհարկե կվախենա Ադրբեջանի նկարտումներից։ Ես ոչ Ադրբեջանի նկարտումներից եմ վախենում, ոչ ծովից ծով Հայաստանի մասին եմ մտածում, որովհետև պետականություններ ունենալը դա լրիվ ուրիշ սկզբունք, ուրիշ տրամաբանություն է։ Իսկ ինչ վերաբերում է Մարինեի ասածին, որ sense tendency սկսվելու էր առաջ շփիթի ասեմ, 2 օր առաջ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը բանա ներկայացրել, որ մենք 18 թվին ցեղասպանություն են գործել իրանց նկատմամբ, այսինքն դատարկել ենք Ադրբեջան։ Այ իմ ասածը, այդ իմ ասածի սկիզբն է։ Հասկանում ես։ Դու մի հավատա, հետ անընդհատ իրանք մի 200 տարի պոմիդորներով սահմանեցին։ Իրանք ունեն նաև Թուրքիայի աջակցությունը եւ ունեն հնարավորություն։ Ես դրանից չեմ վախենում։ Իսկ դու ընդհանրապես բանը կա, պերաշկի մասին
պատերազմի։ ուժեղ Հայաստանն եմ, ես չեմ վախենում ոչ մի բանից, որտեղ ես պետականություն ունեմ։ Yeah. Այդ որ ասում եք պետությունն ինչին է պետք, կարելի է ուրիշ տեղ էլ պոմիդոր ուտել, այդ պետությունը դրա համար է պետք։ Իսկ 20 թվականին մենք պետականություն չունեինք, հա, դրամա պարտվեցին։ Հեսա ես շարունակեմ մի հատ իմ խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է իրանք մեկը Արցախյան շարժումը սկսվել էր անկախ մեզնից Ղարաբաղի հետ կապված, ստե մեջ շատ կարևոր նրբություն կա։ Երբ որ ես ասում եմ պետության հիմքում մենք չենք դրել այս տարածաշրջանում ապրող հայերի փրկության հարցը, չենք դրել այդ մարդկանց երջանկության ու բավարարության հարցը, մենք դրել ենք միացման հարց։ Իսկ դա շատ մեծ տարբերություն կա։ Եթե դու իրավունք չունեին, իրենք որոշեին որտեղ են իրենք։ Եթե դու արցախցիներին էիր փրկում, ինչի՞ Ջաբրայիլը անվանափոխում։ Լսի, ես չէի փրկում, ես իրանց իրավունքն էի հարգում։ Մենք այն ժամանակ փրկելու կարիք չունեինք, մենք այն ժամանակ արժանապատիվ մարդիկ էինք։ Դու Ջաբրայիլը դատարկելուց հետո ինչի՞ ես Ջաբրայիլը անվանափոխում, բնակեցնում ու դա միացնում Արցախի վարչատարածքային կազմին ու անունը դնում, որ ես արցախցիների իրավունքներն եմ պաշտպանում ու փրկում, ինչի՞ ես դա արել։ Որովհետև Ադրբեջանը մենք որ Արցախի հարցը բարձրացրել էինք, այն պատերազմի մասին ոչ ոք չէր մտածում։ Մենք չէինք պատկերացնում, որ սովետականությունը փուլ է գալու։ Այդ հարցը լուծվելու էր Սովետական միության սահմանադրության շրջանակ։ Այդ արդեն Ադրբեջանը երբ որ պատերազմը ունի իր տրամաբանությունը։ Պատերազմի տրամաբանությունը գրավել ուրիշի տարածքը։ Այո, պատերազմի եթե քեզ գալիս են որ դու Ալիևի խոսույթն է։ Այո, դարձավ իմ ասածը։ Մարիա ջան, դարձավ իմ ասածը, որ դու տակ ուրիշ բան ես դրել։ Ադրբեջան Հայաստանի համար, չէ՞։ Հիմա։ Ինչ ես ասում ընդհանրապես։ Քանի ինքը հաղթած է։ Մենք չենք ասել մենք էլ ասում ենք Բաքու պիտի գնանք չայ խմենք։ Մենք չենք ասել Բաքու պիտի գնանք, պետական մակարդակով չենք ասել Բաքու պիտի Ջաբրայիլը գնանք։ դու անվանափոխել ու միացրել ես Արցախին։ Մեր նախագահը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, որ երբեք չի ասի Բաքու պիտի գնանք, ընդդիմության մեջ ասել են, ինչի՞ եք բանը ներկայացնում։ ներկայացնում։ Ինչի՞ ես Ջաբրայիլը անվանափոխել։ Ես չեմ անվանափոխել, բայց ես ասում եմ, ես խոսել եմ գաղափարների կրողն ես։ Որտեղից որոշեցիր։ Ես հակառակը մտածում եմ, այո, ճիշտ էր այդ Լևոն Տեր-Պետրոսյանը ասածը, որ որոշ բաներ պետք է զիջը իդեպ այդ բաները որ զիջես, բայց անվանափոխել ես։ Մի րոպե լսի, այդ նույն բանը չես պատասխանում։ Դու լրիվ հանում ես, ինքը ասում է ես չեմ փոխել։ Դատապարտված ենք պարտության։ 20 թվականին Նիկոլ Փաշինյանին եղել է այդ առաջարկը, էլի եղել առաջարկ, որ որոշ բաներ զիջում ես եւ խաղաղություն արվում։ Ինքը ասել է, եթե այդ առաջարկ անենք, դուք ինձ բան կանեիք, հանգա պավիդորներ վրաս կշպրտեին։ Իսկ դու տեղյակ ես, որ 2000-ականներից սկսած հայկական կողմը բոլոր առաջարկներին համաձայնություն է տվել, Ադրբեջանը ամեն անգամ չի համաձայնվել ու նոր պայմաններ է ավելացրել։ Գոնե տեղյակ ես։ Եվ մեր պայմանները նվազել են։ Համաձայնվել Ալիևը, ինչի՞ չի համաձայնվել։ Նիկոլը սուտ էր խոսում։ Ես ասում եմ, Ալիևը չի համաձայնվում։ Նիկոլը սուտ էր խոսում, որ ասում է ես բոլորն կարող սուտ են խոսում։ 2000-ականներից սկսած բոլոր կարգավորման պլաններին մենք համաձայնություն ենք տվել, Մադրիդյանին էլ, Կազանին էլ, մնացածին։ Եթե նույնիսկ համաձայնություն չենք տվել, Սերժի ասած ես ասել եմ, ես կողմ եմ, գնացեք Ալիևին համոզեք։ Ոչ մեկ չի կարացի Ալիևին համոզեք։ Գիտեք ինչի։ Բահիմա ոնց է խաղաղություն լինել։ Բահիմա խաղաղություն ոնց է լինել։ Որովհետև հասել է իր նպատակներին։ Բայց ես քեզ ասում եմ, չի, իր նպատակ ամբողջ Հայաստանն է։ Ինքը գսե հիմա նոր խոսույթ կա։ Հիմա դու էլի կարող ես զայրանաս, բայց դու ինձ թվում է չես հասկանում պետություն ասածը ինչ է նշանակում։ Քո համար պետության սահմաններ, պետականություն, դու պետականություն չես հանգարց բաները քանի, այսինքն, բայց մենք այն ժամանակ պետություն չունեինք, մենք Նիկոլից առաջ պետություն չունեինք։ Ջաբրայիլը քո պետությունն էր, թե չէ։ Ինչի՞ իր մցրը վարչատարածքային կազմի մեջ, այդ հարցին որևէ մեկը պատասխան կարա տա, եթե դա ինքնորոշման հարց էր։ Ջաբրայիլը ինչի՞ ենք անվանափոխել, սկսել բնակեցրել ու միացրել Արցախի վարչատարածքային կազմին։ Դա կոչվում է ինքնորոշման իրավունք։ Դա ուրիշ բան է կոչվում։ Այս որ ասում եմ, երկրի հիմքի տակ ուրիշ բան եք դրել, այ խնդիրը դա է։ Ալիևը դրա համար ջղայնաց է։ Ալիևը ինչ ուզում է անի, հարցը մենք ենք, ինչի՞ եք դուք այս բան դրել տակը։ Հիմա դու այդ քո ասածը։ Դուք այդ հարցի լուծումը չունեիք։
թե ոնց պիտի Ջաբրայիլը դարձնեիք Հայաստան։ Ինչի եք տենց գործողություն արել։ Կրակը գցել, մեզ էլ իմ հետևից եկող սերունդին։ Բան արեցիր, բայց այդտեղ լրիվ բարոյականության սահմանները անցան։ Արի այդ բարոյականությունը թողեք, ես քեզ ընդհանրապես տալիս։ Ես քեզ ասում դու պետությունը չես հասկանում ինչա։ Մի րոպե մի գոռա, խնդրում եմ մի գոռա, հանգիստ։ Ես չեմ գոռում, ես թեթև մի րոպե ջղայնացա, բայց դու խելագարի պես գոռում ես։ Բանը կլինի մի հատ հետևի թե ով է գոռում։ Մի հատ ինձ լսի, ես ուղղակի շշմեցի, էլի, ես քեզ ծանոթ էի քո, բայց դու անցար բոլոր սահմանները։ Դու էս քո հարցը, մի րոպե լսի, դու էս քո հարցը ինչու ես տալիս։ Հորթը տալիս եմ։ Գիտես ինչ, ուրիշը լներ, մեկը կասեր տրամաբանորեն, կասեր թուրքերը քեզ դրա համար փող են տալու։ Դու էս քո հարցը տրամաբանություն չկա, որտեվ ես չեմ այդ արել։ Դու ինձ ես մեղադրում, դու Հայաստանին մեղադրանք ես։ Ես եմ արել։ Դու ես արել։ Չես ամաչում։ Դու այդ գաղափարների կրողն ես։ Որ գաղափարների կրողն ես։ Դու ասում ես, բա պիտի մենք պետության հիմքում դնենք մի ավելի մեծ, մեր ազգային իղձերը եւ այլն, բայց ազգային իղձերը ո՞նց պիտի բավարարեիր։ Ո՞նց ես դու պատկերացնում ազգային իղձերիդ բավարարումը։ Իսկ մտք նկարագրես այդ պետության հիմքերի տակ դրած ազգային իղձերի բավարարումը, որ ես էլ որպես պերաշկի ուտող, չգիտեմ, չեմ հասկանում, այլ հիմարի պես զբաղված եմ նրանով, որ իմ երեխեքին լավ կրթություն տամ եւ այլն, փոխանակ իրան հայրենասիրական կրթություն տամ։ Ոնց է իր պատկերացնում։ Ես ասացի, ես իմ արմատներով Արեմջան Հայաստանից եմ։ Ես հենց այդ ժամանակ 2001-ն էր կարծեմ, երբ որ մենք հաղթած էինք Արցախում։ Ես գնացել եմ Արեմջան Հայաստան, շփվել եմ շատ թուրքերի հետ, իրենց տանն եմ ապրել երկար այդպես պահել, իրանք հրավիրել են։ Չես վախեցել։ Ոչ, ես թուրքերի հետ շատ էի ուզում զրուցել, իսկապես խոսել։ Ես քանի որ Ամերիկա հայերի հետ էի գնացել, որոնց իրենք հրավիրել էին, քանի որ իրենց երեխային իմ ընկերը այդպես է ամերիկայի ընկերը դասեր տվել։ Մի խոսքով իրենց ուզում եմ բացատրել, որ հասկանաք ինչու թուրքերի ընտանիքում եմ։ Այո, իրանց տանն եմ ապրել։ Եվ զրուցել ենք։ Իհարկե այդպես իրենք բան չեն անում, այդպես շատ չես կարա, բայց խոսել ենք Արեմջան, ես ասել եմ եւ ես հասկացել եմ, որ իրենք այո հիշում են ինչ են արել, շատ չեն խոսում, բայց հիշում են, եւ եթե մենք Արցախում հաղթեինք, այդ հաղթել էինք արդեն այդ հաղթանը կկարողանայինք պահել, ուժեղանային եւ թուրքերի հետ բանանով մենք իհարկե իրենք այդ հողերը ամբողջ չէին վերադարձնի, բայց ինչ որ բան, ասենք, կարող էին ինչ որ բան վերադարձնել, ասենք թեկուզ անին թե բան, որ մենք կարողանանք միասին, որտեղ իրենք իդեպ իրանց արածը շատ լավ հիշում են եւ իրենք հայրից իդեպ այդ ընտանիքում հիշում եմ կինը ասեց ես առաջ կարծում էի հայրը մեր հայրն են Թուրքիա էլի մի քանի 100,000 ասեց ինձ գիտեի ասենք կա այդ Հայաստանը սովետական այնտեղ էլ ասեց ես գնացի ինչ որ կարծեմ Ամերիկա էր գնացել այնտեղ տեսա ամեն կողմ հայր են Ամերիկայում հայր են հետո իմացա ես ինչքան շատ եք ու ինքը սենց բաներ եղել ու հա իդեպ դա հենց շատ ցույց է տալիս որ շեղվում ենք ոչ չենք շեղվում ես ասում եմ ես ցավոք արդեն հիմա արդեն անհնար է այս պարտությունից հետո ես շատ փոքր չեմ տարիքով ես դա երևի չեմ տեսնի ես շատ կուզենամ որ Հայաստանը այո դառնա այնպիսի երկիր ոչ թե այսպես նվաստ խեղճ ամեն ինչ Ալիևի ամեն ասած անող Նիկոլը երբ որ հեռանա դա որ կդառնա եւ մենք այո թուրքերի հետ արժանապատիվ այո խոսակցություն ունենանք եւ կարող են չէ հիմա չենք այլևս չպարտությունից հետո որովհետեւ ընդհանրապես աշխարհում ասեմ ընդհանրապես աշխարհում եւ մանավանդ այն ազգին որը ընկել է ոչ միայն ընկել պարտվել է բոլորը պարտվել են պարտությունից հետո լիզելա իրան բանանողի կոշիկները այդ ազգին չեն հարգում ինչ կառաջարկեիր ես կառաջարկեի որ մենք այո պարտվել ենք պիտի ընդունենք որ պարտվել ենք բայց մենք ոչ Քո ասածը տանում է եւս մի պարտություն հաջորդ սերունդին։ Դու իրավունք չունես պարտվել կարող են բոլորը։ Դու ասում ես որ մենք ենք մեղավոր։ Դու մեր հաղթանակը ոչ թե կորցնում ես, դու մեր հաղթանակի վրա ցեխ ես շփոթում։ Դու ցեխ ես շփոթում։ Դու փորձում ես հաջորդ սերունդին նորից պարտադրել պարտություն։ Դու իրավունք չունես քո սերնդի անունից խոսելու։ Դու հաջորդ սերունդին պարտադրում ես նոր պարտություն։ Բայց իրոք դու չեմ հավատում որ Հայաստանում հնարավոր է այդքան ինքնասեր եւ այդքան ողորմելի սերունդ չի լինի հայրս չեն կարող դա ծնել դուք ունեիք 35 տարի հարցը լուծելու ու իմ հաջորդ սերունդի վրա խնդրեմ չտվեք դու անգամ չգիտես թե ինչ եք արել դու անգամ չգիտես ոնց պիտի լուծեիք որ նոր ասում եք այ որ հաղթանակը պահենք ոնց էիր պահելու դու ելքը գիտես ոնց էիր դու գալի դրանից չբերեինք այդ Նիկոլ Փաշինյանը չկա խոսակցության ինքն չես հասկանում ինչա Մարինե ջան Նիկոլ Փաշինյանը պետության ղեկավարը չի
Դու չես Այդ քո սիրած այդքան բան եղած։ ըմբռնում, որ պետությունը պետք է լինի ունենա սահմաններ, պետությունը պետք է ունենա հստակություն։ Հայք վատ ես։ Դու ասա։ Մեկ գումարած, մեկ հավասար է 2։ 29740-ը։ Չէ, ասում տրամբանությունը ոնց 29740-ն է այդ պետությունը, թե չէ։ Հարց եմ տալի 29740-ն է պետությունը, թե չէ։ Թրամփին գնա հարցրու։ Չէ, դու նույնիսկ խուսափում ես, այ որ ասում ծնողը սենց չի կարա վարվի։ Ամոթա։ Ծնողը սենց չի կարա զավակների հետ վարվի։ Այ դրա համար եմ ասում, որ դուք որպես հանրապետության հիմնադիր հայրեր եւ մայրեր, դուք շատ վատ հայրեր ու մայրեր եք, որովհետեւ դուք ոչ մի խնդիր չեք լուծել, խնդիրները բարթել եք հետագա սերունդների վրա ու նստել եք այտենց բանը, այտենց այդ ուսերին գցած այդ հաղթանակի թիկնոցը, այտենց նստել ու հետևել եք, թե ոնց է թշնամին զինվելու ու գալու ու զավակներին պարտության մատնել, այտենց նստել ու նայել եք։ Իրոբե Հայկյան հարցումը դու իրապես թքում ես մեր հաղթանակի։ Դու հաղթանակ չես հասկանում ինչա։ Դու մենակ պերաշկի ես հասկանում ինչա Հայկ ջան։ Հաղթանակը պիտի լուծում գտնես։ Միայն հաղթելով դա չի լինում։ Եթե դու հաղթել ես ու դրանից հետո դու լուծման փոխարեն ընկել ես մի հատ ցիկլի մեջ, որ Ջաբրայելը դարձրել ես քոնը, անվանափոխել ես, կպցրել ես Արցախի հանրապետությանը ու գնացել ես բանակցելու, որ այ բան ինքնորոշման հարցը չենք կարող հիմա լուծենք։ Արեք լուծումը թողենք հետագա սերունդներին, Ալիևը էլ ավելի կուժեղանա։ Հետո հետագա սերունդների հետ մեր հարցը կլուծի։ Դրա անունը ես ինչ դնեմ։ Այդ մարդիկ են գնացել դա բանակցել։ Ոչ մեկ այդ հարցին լուծում չի տվել։ Ասում ենք լուծում չկար, որովհետև Ադրբեջանը չէր համաձայնվում եւ զինվում էր կատաղի զինվում էր։ Մենք նստած պրոստը ոչ մի բան չէինք անում ու խոսում էինք հաղթանակից։ Դա լուծում, հա, դա ծնողների վարք, հա, զավակների հանդեպ։ Դու պատկերացնում ես, թող լուծում գտնեին։ Որ Նիկոլ Փաշինյանը չգնար չգոռար Արցախը Հայաստան։ Մի րոպե լսի, չգնար այդ հիմարությունը չգոռար եւ այսինքն դու մտածում ես, կպատասխանես այդ հարցին։ Այսինքն Ադամի մսկիթը սարքելը գոմ, դա օքեյ էր Ալիևը դրա հետ, ասում էր, շատ լավ են արել, որ մսկիթը գոմ են սարքել, բայց հենց ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ, Ալիևն ասեց, չէ, այս մեկը ներել չի լինի։ Այն մնացածը ներելի է, այս մեկը ներելի չէ։ Դա ընդամենը հնարավորություն էր տալիս բոլոր աշխարհի առաջ։ Ես ասում եմ, եթե դա մի քիչ հետաձգվեր, դու չես պատկերացնում, որ իրավիճակը այ դրա համար է։ Հա, ես հիմար եմ, չեմ հասկանում։ Անգերց քո համար խաղաղության օրագարկը, որ այսօր մեր ասենք քաղաքական դա խաղաղություն չի։ Ինչ է գարձի։ Ոնց է խաղաղություն, եթե ինչ ասում է դու դա ոտը լզում ես, ոնց կարող է տրամաբանության օրենքներով։ Ինչպես կպատկերացնես դու այս բարդուտենեն եւ Հայաստանի իրավիճակը։ Եթե ես Նիկոլ Փաշինյանի տեղն եմ, ասենք թե քաքեի կերեն ներողություն, ես կթողեի կգնայի։ Կասեի ես պատվել եմ։ Լուծումը միանալ է։ Այո։ Չէ, միանալ չէ, բայց դա առաջին պարտադիր պայմանն է։ Հետո Հայաստանում ստեղծում եմ այնպիսի միջավայր, որ մենք իրար չուտենք եւ բան անենք, գտնենք միասին ինքը բոլոր այն ուժերին, որոնք իսկական եկեղեցուն խփեց, կուսակցություններին խփեց, բոլորին խփեց, այսինքն նայեք, եւ դու պարտվել ես, դու պիտի մի հատ քեզ թափ տաս, չէ, եւ գտնես բան ելքեր, ես չգիտեմ այդ պիտի այդ իրավիճակում ելքը գտնես, բայց դրա համար դու պետքա մոռանաս որոշ բաներ, ասենք իրար ատելությունը, բոլորս էլ իրար։ Իմ հետ կոնսենսուս հիմա գտի։ Ինքը արեց ճիշտ հակառակը։ Դե իմ հետ կոնսենսուս գտի։ Իր վրան է այսինքն։ Որտեւ իր ձեռքին է եղել գլխավոր ինքն էր ղեկ, ասում եմ թող գնար, թողեր գնար, հետո մենք ելք մի բան կանեինք։ Ոնց մի կամ անեինք, ասինքն ինչ մի բան կանեինք։ Հետո Պողոս Պողոսյանի դեմ ես պայքարելու, ասելու ես, այս դավաճանն է մեղավոր։ Հետո Պետրոս Պետրոսյանի դեմ ես երբեք դու սովետի ամբողջ ընթացքը տեսել ենք ոնց են եկել։ Չգիտեմ ինչ ես իմ վրա կենտրոնացել, բայց այդքան որ 10 անգամ ասեցի, ես երբեք ոչ մեկի դեմ չեմ պայքարել, ես միշտ հանուն եմ պայքարել եւ դրա համար պայքարել եմ նրա դեմ, ոչ։ Ես միշտ պայքարել եմ նրա հետ ու այդ պահին համարել եմ, որ ամենալավը կարող է պայքարել։ Հետաքրքիր հարց, մի հատ բզդիկ հարցը։ Ինչու ընդդիմությունը քեզի պես չի մտածել, որ միավորվենք
Ախպեր ջան, Որովհետև այնքան ատելություն է սերմանվել, էդ էլ ուրիշ պատմություն է։ Եթե իր ճիշտ են անում, որ բոլորով չեն միանում։ Եթե բոլորը միանան, մեկը մեջը ասենք, ասի ես սրան չեմ սիրում, նրան չեն սիրում, եւ իր այո, բայց դա ամբողջ գեներացվել է այդ ատելությունը։ Ես խոսքս պատական չսկսեցի, որ ասում էի քո կռիվը իմ սերնդի հետ է։ Դու խոսում ես համերաշխությունից Նիկոլից հետո, բայց փորձի իմ հետ Նիկոլից հետո չէ, բարձությունից հետո։ Փորձի իմ հետ կոնսենսուսի գազ, ես հարցեր եմ բարձրացնում, ասում եմ խնդիր գոյություն ունի։ Դուք սկսել եք process, որից ելքը չեք կարացեք գտնել։ Դու ինձ համար անընդունելի, բարոյական, ամենացածր, անբարոյական բաներ ես ասում։ Ես դրա հետ չեմ կարող հասնել։ Խնդրեմ, դու խոսում ես բայց բաներ ես խոսում, դու մեր իմաստն ես ճիշտ եմ հասկանում, որ քո ասածը սենց է դառնում։ Այ երբ որ մենք կլինենք իշխանություն կամ իմ նման մտածող մարդիկ կլինեն իշխանության, քո գաղափարակիցները իմ նմաններին կվերացնեն, որովհետև մենք անբարոյական դավաճան սրիկաներ ենք, նոր կմնաք ձերոնցով կոպիտ ասած։ Մենք կստեղծենք այն մթնոլորտ, որ դու չես համարձակվի այդ քո մտքերը ասել, որտեվ կհասկանաս որ քո նպատակը էդ է լրացնել մնացած բոլոր ձայներին։ Անբարոյականության է շքերթում դու բան ես։ Մթնոլորտ, որտեղ դու տենց չես համարձակվի, տենց մտքեր հայտնել։ Այո, չես համարձակվի։ Ես որ ասում եմ, այս մարդկանց պատկերացումը սովետն է, այ դրա համար եմ ասում։ Ստալինն էլ է քոպես մտածել։ Ասել է մենք կստեղծենք մի միջավայր, որտեղ ոչ ոք չի համարձակվի, ուրիշ կարծիք հայտնել։ Իսկ իմ պատկերացրած Հայաստանը դու կարող ես գաս նստես իմ դիմացը, ինձ վիրավորես, ինչ ասես ասես։ Այսինքն դու կարող ես իմ ազգին ինչ ասես ասես։ Ես լռում եմ, վերջում էլ ստեղից դուրս կգան, ես քո ձեռքը կսեղմեմ, որտեղ ընդունում եմ, որ դու կարաս ուրիշ կարծիք ունենաս, բայց դու չես ընդունելու իմ կարծիքը։ Տես, որովհետև այդ համերաշխությունը չի լինելու ձեր հետ։ Ձեր հետ չի լինելու այդ համերաշխությունը։ Լուծումը ո՞րն է։ Չեք ուզում համերաշխության գնաք։ Համերաշխության չեք ուզում։ Ես ունեմ բարոյական սկզբունքներ։ Շատ լավ, ես հասկանում եմ ձեր ասածը ինչ է։ Կոնսենսուս մինուս 1։ Կոնսենսուս մնաց մինուս անհամաձայններ։ Երբ որ մարդիկ խոսում են համերաշխությունից, համերաշխությունը յուրայինների հետ չի։ Համերաշխությունը անհամաձայնների հետ է։ Դու մտածի, թե քո հետ անհամաձայնների հետ դու ո՞նց ես վարվելու։ Դու ասեցիր, կստեղծենք միջավայր, որտեղ կլրացնենք անհամաձայններին։ Դու անհամաձայն չես պարզապես, դու ամենահիմնային հարցերում։ Ես դավաճան սրիկա եմ։ Չէ, դավաճան չես։ Դու դե արդեն ասեցի, ասում եմ վիրավորում ես։ Դու բարոյական սկզբունքներ չունես։ Ես բարոյական սկզբունքներ չունեմ։ Դու ո՞նց ես իմ հետ անհամաձայն, ո՞նց ես իմ հետ համաձայնություն գտնելու։ Դու որ ասեմ պետությունը չես հասկանում, չէ, ես քաղաքացիություն ունեմ, ես քաղաքացի եմ, ո՞նց ես վարվելու։ Ես խոսում, բայց այդ բանը մոտապես այդ պետություն տենց պաշտելը ստալինիզմին նման է, ասեմ։ Դու ազգային պետությունից ես նոր խոսում։ Ես ազգային պետությունից էի խոսում, ոչ թե որը սահմաններ չունի, դու անգամ քո պետության սահմանները չես ուզում ընդունես, որ այսի քոնն է։ Հայք, դու լուրջ ես։ Իսկ ինչ վերաբերում է, էսի շատ կարևոր մի հատ բան է, էլի, այդ որ ասում ես, այ գնաց գոռաց Արցախը Հայաստան, այսինքն Ջաբրայելը անվանափոխել, կպցնել Արցախի վարչատարածքային կազմին, դա ամբողջ աշխարհի համար օքեյ էր, Ալիևի համար օքեյ էր, բայց այ այդ հայտարարությունը հիմք դա հասկանում եք ինչ անտրամաբանական ու տենց խելացնոր միֆերի մեջ եք ընկել։ Մենք գնացել ենք Ջաբրայելը անվանափոխել ենք ինքնորոշման անվան տակ։ Այդ Ջաբրայելի վրա ինչի ես կենտրոնացել։ Որովհետև դա շատ կարևոր հիմք է։ Ես որ ասում եմ երրորդ հանրապետության տակ, դուք ուրիշ բան եք դրել տակը։ Ջաբրայելը ո՞րն է։ Ջաբրայելը ո՞րն է։ Ջաբրայելը Ջաբրայելն է։ Այդ քաղաքի անունը Ջաբրայել է։ Ինչի ես կենտրոնացել վրան։ Ասում եմ, որովհետև դուք պետության հիմքում դրել եք մի բան, որի նպատակը եղել է տենց Ջաբրայելները վերցնել, կպցնել վարչատարածքային կազմին, անվանափոխել ու բնակեցնել։ Որը որ անիրատեսական բան է եղել ու վերջում ենք պատժվեցինք դրա համար։ Ուրեմն մի հատ Ջաբրայելի հանգիստ թող։ Եթե իսկապես Ալիևը համարում է, որ այս Հայաստանը Ինձ Ալիևը հետաքրքիր չի, ինձ ես եմ հետաքրքիր։ Ես ինքնաբավ մարդ եմ։ Ես ինքնաբավ պետության քաղաքացի եմ, ես իմ հարցերն եմ լուծում։ Որ քո այս բաներով, քարոզչությամբ, ես քո Facebook page-ը, որ իմացա քո հետ ենք մտա նայեցի, դու ամբողջ քարոզչություն ես տանում։ Եթե դու այդքան քարոզչություն ես, քեզ համար կարևոր է այդ հանրային։ Դու ես քեզ վտանգ ասեցի, որ Ալիևը համարում է, որ մի րոպե, չընդհատես, համարում է, որ այս մեր Հայաստանը
Ադրբեջանը եւ ինքը դրան հասնելու է։ Իսկ այդ վտանգը դու տես բանից ես խոսում։ Դու այդ որ վտանգը դու անդադ Ջաբրայել ես ասում, այդ վտանգը թեքում ես, ասում ես ես չեմ հավատում դրան։ Իսկ եթե վաղը դա լինի, իսկ եթե Հայաստանը մտնի, կասես Այ որ ասում դու պետությունը չես հասկանում, ինչ աստեղ եմ ասում, էլի պետությունը սահմաններ է ունենում հստակեցված։ Այսինքն ասեմ, եթե աշխարհի 200 պետությունների իղձերին հետևենք, 3 երկիր մոլորակ չի հերիքի, որ բոլորի իղձերին բավարարի։ Հասկանում ես, բոլորը բոլորից հավակնություններ ունեն։ Միայն Ալիևը չի այս աշխարհում։ Բոլորը բոլորից իրանց սրտի խորքում հավակնություններ ունեն։ 3 մոլորակը անգամ չի հերիքի։ Եթե այդ տրամաբանությամբ ես գիտեմ ձեր տրամաբանությունը որտեղ է տանում, այ քանի որ Ալիևից վախենում ենք, մեզ էլ պետք է պրոստը վախենում եք դուք սարսափում եք Ալիևից։ Բայց որպեսզի դու հնարավորություն ունենաս, դու էլ հնարավորություն գնաս թուրք ընտանիքների հետ հանդիպես, ասելու ես արեք մեզ պետությունը պետք չի, արեք երկրի բանալիները տանք են մեծ զորավոր Հյուսիսի հարևանին, ինքը մեզ հնարավորություն կտա, մենք շարունակենք գնանք Թուրքիա եւ տենց արժանապատիվ ձեռքները դրած գրպաններումս խոսանք ցեղասպանությունից։ Չի լինելու, դա ձեզ թույլ չի տրվելու։ Հայ կամոթա։ Դա ձեզ թույլ չի տրվելու։ Համոթա, ժողովուրդ մենք պիտի ամփոփենք։ Շատ լավ։ Մայրն է։ Ամոթա։ Այ վերջում ես իրական պատասխանի ոչ թե ամոթ ասա։ Իրական փորձի պատասխանը։ Ես սրիկայություններին չեմ պատասխանում։ Շատ լավ։ Մի վիրավորեք, իրար խնդրում եմ, ամփոփենք։ Փորձի անհամաձայնների հետ երբ որ դու Ես խոսում ես արդեն ապագա հասկացա, սկզբում հավատում էի, որ դու ազնիվ ես, ուղղակի մի քիչ պրոբլեմ կա մտածող, բայց հետո հասկացա, որ դու այդ անհամաձայնների ուրիշ բան հասկացա։ Որտեղ խոսում ես համերաշխությունից, փորձի մտածել անհամաձայնների հետ ոնց ես խոսում։ Վերացնել չես կարալու դու անհամաձայններին վերացնես։ Չի լինելու, դա մենք ընդվզելու ենք։ Իրավիճակը փոխվի, դու ինքդ կանես, դու քամելիոն ես։ Այ տեսնում ես, ասենք այդ հա իրավիճակը փոխենք, լրացնենք։ Այո, ես հասկացա, որ դու քամելիոն ես։ Դե այդ սովետի սերունդը դա է, էլի, այ կլրացնենք, մենք կանենք մեր ուզածով, մեր լրացածով։ Ես տես չեմ, ես քո հետ շարունակելու եմ խոսել։ Նաև հարցումը պիտի դամ քեզի։ Արդյոք Աբակային նայելու գոչը խորքի մեջ անցյալի մոռացություն է, թե բարդատրում է մեզի համար այսօր։ Գա այդ կոնցեպտը։ Ոչ մի դեպքում անցյալը պիտի հիշել, պիտի հարգել, բայց դա պետության հիմքերի տակ դնել չի կարելի։ Բայց գիտեք, որևէ անց, որևէ խոսույթ, որևէ երևույթ, որ ինչ որտեղ օրինակ Արցախի մասին խոսվի կամ ցեղասպանության հարցով շատ գնկադեմ որ մանավանդ վերջին ամիսներուն շատ ինտենսիվ հետևողական երբով իշխանությունները կփորձեն լրացնել մեղմ ասած։ Ես պիտի ամեն ինչ նայել, պիտի ամեն ինչ նայել ժամանակի մեջ։ Հիմա շատ զգայուն շրջան է, ու մենք խոսում ենք պետության նոր հիմքերի մասին։ Պետության նոր հիմքերը պիտի դրվեն այս 29740-ի վրա, ուրիշ բան չի կարա։ Այո, լավ արել գծել։ Լավ արել։ Շատ լավ արել գծել։ Ի տարբերություն մյուսների, ես համարում եմ, որ մենք բոլոր պարտքերը մեր, բարոյական պարտքերը փակել ենք այդ Հյուսիսի հարևանի նկատմամբ, այսինքն եթե իրանք այդ պետությունը նպաստել են այդ պետության ստեղծմանը, դա չի նշանակում, որ մենք, չգիտեմ, 5000 տարի իրանք պարտք ենք, որպես իրանք շահերը սպասարկենք այդ պետության, տենց չի լինելու։ Հիմա վերադառնամ այդ խոսքին, Բա ասում ես այդ ժամանակը իր տեղը կգցի, ամեն ինչից էլ հնարավոր կլինի խոսել։ Պարզապես հիմա զգայուն փուլ է, ու մենք պետության հիմքերի մասին պիտի մտածենք, ու այդ հիմքերը պիտի ճիշտ դնենք, որպեսզի այդ հիմքի վրա կարողանանք ճիշտ շենք կառուցել։ Այդտես ես խոսքի մեջ երբեմն ասում եի, մենք անընդհատ Լևոնի դեմ պայքարել ենք, Ռոբերտի, Սերժինի, այսինքն ի՞նչն է, մեր կոնցեպտը դառնում։ Մենք լավն ենք, չեն պայքարել, չէ՞։ Երբ ենք Լևոնի դեմ պայքարել։ 96 թիվ չի եղել, 98 թիվ չի եղել, հրաժարական չի տվել այդ մարդը, չես լսել այդպես բան։ Մենք ենք պայքարել Լևոնի դեմ։ Ինչ որ է։
Մի քանի հոգով խմբով որոշել են, որ ինքը Բադուզգայր հրապարակում ի պաշտպանություն Տեր-Պետրոսյանի թույլ չտայր, որպեսի ինչ որ խմբակ հեղաշրջում անի։ Ասում ես պայքարել ենք Լևոնի դեմ, ես էլ ուզում ասեմ ով է պայքարել։ Չեն պայքարել Լևոնի դեմ։ 96 չի եղել։ Պայքարող չի եղել Լևոնի դեմ։ Դու 96-ին պայքարել ես, հրապարակում եղել ես։ 96-ին եղել ես։ Պարզա որ եղել ես, ոնց կարելի չլիներ։ Դու ամեն շարժվող կառավարիչի դեմ դու պայքարել ես, բայց խնդիրն ի՞նչն է։ Մտադրությունը, որ այս երկրում միշտ վատ կառավարիչներ են լինում, ամեն մեկը մի տարբեր բան, Լևոնը մի ձևափորձ է, Ռոբերտը մի ձևափորձ է, Սերժը մի ձև, բոլորի փորձածները վատ են, բոլորը չարիք են, իսկ գուցե հիմքն է սխալը, գուցե հիմքի վրա մենք ինչ դնում ենք, արդյոք ստանում ենք նույնը, այ խոսքը սրա մասին է, երբ որ հիմքերը մենք ուղենք, մնացած ամեն ինչը եւ պատմությունը տեղը կգցենք, եւ անցյալը եւ հարևանների հետ հարաբերությունները, մենք հիմքից պիտի սկսենք, այդ սովետական միության մոդելը պիտի հանել այս երկրի տակից, մենք այնց ինչ որ մինի կայսրության մոդել ենք վերցրել, դրել ենք մի պետության տակ, որը չի կարա այդ մեծապետական շահերը սպասարկի, դա հնարավոր չի։ Մենք պիտի կենտրոնանանք այս 29740-ի եւ այնտեղ ապրող քաղաքացիների բարօրության եւ երջանկության վրա։ Այդպես։ Ես երջանիկ չեմ կարող լինել միայն պերաշկիով։ Մենք կլինենք։ Հարցը սկեզի է, այս վերջին 3-4 ամսվա այդ Արցախի մասին օրինակ դուք եթե իհարկե հետևել եմ, շատ հստակ հետևել եմ, միայն Արցախը չի, շատ հստակ Նիկոլ Փաշինյանը, նայեք Նիկոլ Փաշինյանը հստակ կատարում է մի հատ ֆունկցիա, ըստ երևույթին, գիտեք ինչ, ես երբեք ծայրահեղ չեմ, ասենք միշտ իր մասին էլ մի քիչ ամենասկզբում լավ էի մտածում, Ես շատ վատն եմ։ Եվ երբեք, բայց երբ որ նայում ես փաստերին, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի թուլացնի Հայաստանը։ Ինչու՞։ Ասենք դա կարող է տրամաբանական մեկ պատճառ կա ունենալ, ուրեմն իր պահանջները գալիս Ադրբեջանից եւ ինքը այդ պահանջները կատարում է։ Բայց դրամաբանական է, չէ՞, երբ որ ես եւ դու կփանակցինք, դու ինձ գսես այս թեմաները մի խոսի։ Այո, ես էլ եմ ասում, Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները, դա նշանակում է ինքը թույլատնում է եկեղեցին, որը ես ինքս եկեղեցուն մոտ մարդ չեմ եղել, բայց իմ այս վերջին տարիների միակ ինձ համար լավ անակնկալը, որ եկեղեցին, այո, եկեղեցին Չէ, շատ երթած, ես տեսա, որ մեր եկեղեցին ազգային ամենաամուր կառույցն էր, որը կարող է նույնիսկ բանակը, որ ես սկզբում հավատում եմ, որ բանակը կդիմադրի։ Եւ Նիկոլ Փաշինյանը գիտակցված ոչնչացնում է մեր եկեղեցին։ Դա մեկ, երկրորդ ինքը, նայեք, հիմա եկեղեցին Նիկոլ Փաշինյանը, այո, ինքը չկարողացավ։ Դե իհարկե ինքը խնդիրը դրեց, ուրեմն նայեք, ես կարճ ասեմ, Նիկոլ Փաշինյանը բոլոր միջոցներով թույլատնում է Հայաստանը մեկ եկեղեցին, առաջինը մեկ ասում եմ, որտեղ առաջին այդ իր առաջինն է, ժամանակային առումով առաջին։ Մյուսը Արցախի հարցում նույն բանն է, բայց անում, չեմ ուզում անունը տալ, դիմացել ստացանի, չեմ դու իդեպ անունդ փոխի։ Դուք կգաք իշխանության, մեզ կոչնչացնեք, որպես երթվյալ ստալինիստներ, ես ձեզ հավատում եմ։ Անունդ փոխի, որովհետև կգա ձեր սիրելի 37 թիվը եւ իմ անունը կփոխեք, կդարձնեք Վոլոդյա։ Հայկի պատմությունը դու բան ես, Հայկին հետ համաձայն չես, դրա համար ասում եմ, ավելի բելդիրան։ Ուրեմն եկեղեցին հետո նայեք, օրինակ, տեսեք, մենք պարտված ենք, թուլացած ենք, բարձա չէ, մեր շուրջն էլ ինչ է։ Օրինակ, որը կլինի, ես ասում եմ, ես հավատում եմ, որ մենք Նիկոլ Փաշինյանին կարողանանք հեռացնել, մենք ունենանք իշխանություն։ Ինչ կկարողանանք անել։ Նախ պիտի այդ համերաշխությունը, մենք պետք է մեր ուժերը հավաքենք եւ մեր ուժերը իհարկե նախ ներսի ուժը, տրամադրությունը փոխենք, հասկանանք, որ պարտվել ենք, բայց մենք չենք վերջնականապես կորսված, մենք եւ Արցախը գրնանք բերել։ Արցախը մոտակա բանում իհարկե չենք կարող բերել, շատ հստակ է, բայց մենք նայեք եւ իդե ոչ մի ընդդիմադիր ուժ չի ասում մենք, ոչ, դա բան է։ Զրպարտությունը, ոչ,
ոչ մեկն է չի ասում, այդպես կբերենք, բայց ուրիշ հարց է ասում։ Դու պիտի պահես, իրավունքը։ Այո, իրավունքը, որ դու պահես, դու մի օր երբ որ դու փոխվի իրավիճակը, դու կարող ես այդ բանը ներկայացնել։ Եթե դու իսկ Նիկոլ Փաշինյանը հենց իրավունքն է քանդում, եւ այս վերսիան, որ արցախցիներն էին մեղավոր։ Ոչում է Մարինե, խոսքով չէ։ Ոչ նյութական։ Մի 100 տարի էլ Արցախի թեմայի վրա այնտենց որոշ ուժեր փող աշխատել, ապրել, գործ ունենալ։ Ես կարծում եմ ամենասարսափելին ասում եմ էտա, որ մենք Արցախի հարցում մենք էինք մեղավոր, ոչ մենք մեղավոր չենք։ Իդեպ ես չեմ ասել ես մեղավոր չենք։ Իսկապես սերունդայքը որը չի իր տեզը այդ է։ Ինքը դա չի։ Ես չեմ ասում մենք մեղավոր ենք, հələ մի րոպե, ես չեմ ասել մեղավոր։ Ես ասում եմ մենք սխալ բան ենք դրել պետության հիմքի տակ։ Ոչ թե դրել ենք այդ մարդկանց փրկելու կամ ուրիշ հարց, մենք դրել ենք տակը միացման հարց։ Դրանք տարբեր բաներ են։ Մենք դրել ենք ինքնորոշման հարց։ Այն ժամանակ աշխարհում Սովետը քանդվել էր ամբողջ աշխարհում իսկապես ուրիշ շրջան էր։ Ո՞ւմ էս բզեցին այդ Արցախի հարցով։ Լավ աշխատացրին մեզ։ Չէ, ամենասկզբում կարող է ինչ-որ բան ադելու կոնցեպտը ո՞րից։ Հայաստանցի։ Տեսեք, եթե բզեին, ասեմ ձեզ, այդ շատ կարևոր բան է։ Կարող է սկզբում ինչ-որ մի թեթև բաներ եղել, բայց եթե բզեին, պիտի դա լիներ հայ-թուրքական ատելության բան։ Բայց Ղարաբաղ կոմիտեն Այն Ղարաբաղ կոմիտեն, որը հաղթեց, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, այդ Ղարաբաղ, այո, այդ հաղթած Ղարաբաղ կոմիտեն, դեռ սկզբում մի հատ ուրիշը, չի կոմիտե չէր կոչվում, բայց սկզբում ուրիշ ղեկավարություն, Իգոր Մուրադյան, ուրիշ էր մի քիչ։ Նայեք, այդ Ղարաբաղ կոմիտեն հիմքում երբեք չի դրել, ես մասնակցել եմ Թուրքիայի դեմ ատելության եւ այլն, ամբողջ, այո, պանջատիրություն չի եղել իրավունք, որը այդ ժամանակ, երբ որ Սովետը քանդվել էր, դա աշխարհում աշխատող սկզբում, օրինակ հիմա Թրամփի ժամանակ չի աշխատում։ Գարձիկով էդի դեդության դա ագանա էլի ոչ դա կներողություն դա եղել է միացում ոչ թե ինքնորոշում այլ եղել է միացում ոչ եղել է միացումը առաջ ասեցիր ցույցերի վախ միացումը ամենասկիզբն էր երբ որ դեռ Ղարաբաղ կոմիտեն չէր եկել միացում այո Այս Ղարաբաղ կոմիտեն չէր եկել, այնտեղ Արցախից եկավ չէր շարժում։ Հետո եւ ընդհանրապես ես հիշում եմ այդ բանում Լևոն Տեր-Պետրոսյանը մանավանդ ինքը շատ էր խոսում էին դեմոկրատական իրավունքներից, այսինքն այդ շարժումը, որը բան էր, այնքան Բաքվի դեմ չէր, դա Մոսկվայի դեմ էր, մանավանդ երբ որ Մոսկվան ասեց ոչ։ Երբ որ Մոսկվան ասեց ոչ, այդ պլակատները եւ այլն մինչեւ հիմա կան են, բանը նկարված է, կարող եմ գիրքը բան անել, այս վերջերս էլ հրատարակվել է։ Ամբողջ Մոսկվայի դեմ ուղղվեց այդ շարժումը, դեմոկրատական եւ Մերձ Բալտիկայից գալիս էր Մոսկվայի հետ էր, որտեղ Մոսկվան էր ասում։ Եվ Մերձ Բալտիկյան երկրները գիտեք ինչքան հակամոսկովյան էին, չէ՞, Մերձ Բալտիկայից գալիս էին մեզ մոտ սովորելու, որտեղ այդ շարժումը այս ուժի շարժում Էր ոչ միտեղ չէր եղել, գալիս էին մեր մոտ, ես հիշում եմ, գալիս էին ոնց չա կատամ, ոնց է կարողանում։ Բայց չէ՞ անկախության հարճատակ գրիտակ այդ միացումը դրել։ Եթե իմաստը անկախությունների չէ, որովհետև եթե դու քո իրավունքները վերականգնում ես, դա քո իրավունքն է, եթե քո ազգի դու պատկերացնում ես ինքնորոշվում էիր։ Դու չես ամաչում, հայք չես ամաչում, հայք չես ամաչում, ամոթա։ Այս մասը չկտրեք։ Փաստորեն Ջաբրայելում ինքնորոշվում էիր։ Դու իսկապես կամ սևեռուն ես կամ հոգեկան խնդիր կա քո մոտ այդ սևեռված այդ Ջաբրայելը կամ դու ինչ որ պատվել ես քեզ փող են տվել ասել են այսքան ասա Ջաբրայելը այսքան արտասանի որ քեզ փող տան կամ ութա վերջապես ինչ է կատարվում կգաք 37 թիվ կանեք ինձ կվերացնեք օգնել է ոնց որ թե պետք շատ լավ իրար օգնենք բայնե վերջին խոսքդ կուզեի լսել եթե գուզես շունչ մկաշև ջուր խմի Ես ուզում եմ հասկանալ իսկապես մեր ազգի հետ ինչ կատարվեց, ոնց եղավ, որ մենք այս տեսեք պարտությունը բան էր, այդ պարտություն բոլոր ազգերը պարտվում են, եւ վերջում մենք հաղթել էինք, հետո կարող էինք պարտվել։ Ինձ համար անհասկանալի էր 21-ից հետո մենք ոնց մեզ պարտության տանող բանին ընտրեցինք։ Հիմա այս խոսակցությունը մի քիչ բացատրեց այս մարդօրինակով Բայց մենք դա էլ կհաղթարենք։ Ես վստահ եմ, որ կհաղթարենք։ Հույս ունես, որ իշխանը Այո, ես հավատում եմ։ Շնորհակալ եմ Հայկ, վերջին խոսքդ։ Ես վստահ եմ, որ պետության հիմքերը իմ սերունդը կկարողանա դնել ճիշտ հիմքերի վրա ու մեր հետևից եկող սերունդներին այլևս չի թողնի չլուծված խնդիրներ, որը բերելու է արյուն, արտագաղթ, աղքատություն եւ թույլ երկիր։ Դրա համար մեր սերունդը իր վրա կվերցնի այն պարտականությունը, որը մեր ավակ սերունդը
չկարողացավ արեց, դուխը չհերիքեց իրանց դա անելու, մենք կանենք դա, այս երկրի տակ կդնենք ճիշտ հիմքեր 29740-ի շրջանակում ու հետագա սերունդները կազատվեն այդ բեռից, որպեսզի մի քանի, չգիտեմ, 30, 40, 50, 100 տարին մեկ մի քանի հազար հոգի զոհտանք։ Այս է իմ պատկերացրածը։ Շնորհակալ եմ մեր ագնտիրներուն հիշեցնեմ, որ Պանավեճ Սակոարյանի հետ այսօր Մարինե Պետրոսյան եւ Հայկ Հովյաններ խոսեցանք փորձեցինք ներկայացնել իրական Հայաստան, պատմական Հայաստան փոխհարաբերությունները ու ամենակարևորը ներկայացինք հագաթիր գեցվածքներ, շատ բայերու եղան լարումներ, թող ներվի մեզի այդ բոլորը ու նաեւ հորտորս պապակս ցեզի հետևիլ մեր թողարկումներուն լայք մսերմել մեկնաբանել ընդունելի սահմաններում մեջ որտեղ այսօրերուն գտեսնեմ որ ահա սարսուր մեկնաբանություններ դեղի ունենան մենք կշարունակենք մնալ անգախ մամուլի ներկայացիչ եւ այդ բոլորի համար հետևեցեք մեզի դարածեք մեր տեսանյութերը բարին ընծես